թաղամասը շատ լուրջ վտանգի առաջ կանգնած։ Վաղը մյուս օրը կարող այս ամբողջ թաղամասը նստի, քանի որ այստեղ արդեն փաստ է, որ այդ վիճակը ստեղծվել է։ Հնարավոր է, որ թաղամասը նստի եւ բնակիչները մնան այդ հողածածկույթի տակ, եւ տները եւ մարդիկ մնան հողածածկույթի։ Կխնդրեինք պետության օժանդակությունը այս թաղամասին։ Խնդիրը ոչ թե լուծվեց, այլ ավելի բարդացավ։ Դարպաս համայնքը մարզկենտրոն Վանաձորին կապող ճանապարհի անմխիթար վիճակին անդրադարձել էինք բոլորովին վերջերս։ Ճանապարհամերձ սարից բարբերաբար թափվող հողն ու քարաբեկորները հաճախակի անանցանելի էին դարձնում ճանապարհն ու խիստ վտանգավոր իրավիճակ ստեղծում մեքենաների համար։ Ճանապարհի վերևում գտնվող Վանաձորի սարի թաղամասն էլ իր հերթին կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Դարպասի գյուղապետի խոսքով նախորդ տարիներին կառավարությունը որոշել էր գումար հատկացնել իրավիճակին լուծում տալու նպատակով, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ծրագիրն անորոշ ժամկետով հետաձգվել։ Այս տարածքում ջրատար խողովակի վթարներ պարբերաբար են լինում։ Սարի թաղն էլ կոյուղատար համակարգ չունի։ Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ջրատարի հերթական վթարը խիստ մեծ չափի է։ Զառիթափից հոսող ջուրը ջրվեժի տպավորություն է թողնում։ Այն սարից պոկում է մեծ չափերի հողազանգված, արմատախիլանում թփեր եւ լցնում ճանապարհի վրա, ինչի հետևանքով ջուր տանող ճանապարհն անանցանելի վիճակում է։ Մեր նկարահանման պահին դեպքի վայր եկան նաեւ Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, տեղում ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Ժամը 16:05-ին Դարպաս համայնքի բնակիչներից ստացվել է ահազանգ, որ Վանաձոր Դարպաս ավտոճանապարհի հարևանությամբ ջրատարում վթար է առաջացել։ Ժամը 16:06-ին դեպքի վայր է մեկնել ԼՄՓՎ օպերատիվ խումբը գնդապետ Հրաչիկ Անտոնյանի ղեկավարությամբ։ Տեղում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղով անցնող ջրատարում վթար է, որի հետևանքով ջուրը եւ ջրաբերուկները լցվում են Վանաձոր Դարպաս ավտոճանապարհը։ Այդ մասին տեղյակ է պահվել Լոռու ջրմուղ կոյուղի վթարավերականգնողական ծառայությանը եւ Վանաձորի կոմունալ տնտեսության բաժնին։ Լոռի ջրմուղ կոյուղու մեքենան եւս եկավ դեպքի վայր։ Առայժմ իրավիճակն անփոփոխ է։ Ջուրն ու սողանքը շարունակում են բարդացնել առանց այն էլ բարդ իրավիճակը։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։